Դիանա Գրիգորյանի վերջին զանգահեռուստասերիալն ավարտվեց։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում էին հեռուստասերիալում իրադարձությունների հանգուցալուծմանը, քանի որ ամիսներ շարունակ հեռուստասերիալը համարվում էր ամենառեյտինգային նախագծերից մեկը։ Յուրաքանչյուր օր բազմաթիվ հեռուստադիտողներ դիտում, քննարկում էին հեռուստասերիալի հերթական սերիաները, ու ավարտը մի փոքր տխրեցնող էր, քանի որ հեռուստադիտողները սպասում էին Դիանա Գրիգորյանի հաջորդ նոր նախագծին, որն իրեն սպասեցնել չի տա։ Քիչ առաջ Դիանա Գրիգորյանն ինստագրամյան իր էջի սթորի բաժնում ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է տեղադրել է տեսանյութեր, որի ընթացքում խոսել է հեռուստասերիալի մասին։ Այս անգամ նոր հեռուստասերիալի, իհարկե չբացելով հետաքրքիր գաղտնիքներ, տեսանյութը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը մեծ սիրով։ Ողջույն բոլորին, հուսով եմ, որ լավ եք։ Այս օրերի ընթացքում իհարկե ես բավականին լուր եմ եղել, որովհետև շատ ծանրաբեռնված եմ եղել, չնայած նրան, որ այս օրերին հիմնականում բոլորը վայելել են ու դեռ վայելում են իրենց հանգիստը այստեղ կամ տարբեր երկրներում, ինձ մոտ ոչինչ չի փոխվել, 24/7 աշխատում եմ, չքնած, վերջին զանգն ավարտեցինք, հաջորդ սերիալի աշխատանքներն արդեն սկսվել են, սկսվել իհարկե մեղմի ասած, ինչևէ, սկսել ենք, վաղուց ենք սկսել, մեծ հաջողություն, ձեզ համբերություն և մի երկու շնորհակալություն եմ ուզում ասել։ Դիանա Գրիգորյանը վերջապես խախտեց լռությունը և խոսեց նոր սերիալի մասին, ևս մեկ անգամ ապացուցելով, որ գիտի ինչպես պահել ինտրիգն ու հետաքրքրությունը մինչև վերջին պահը։ Պրոդյուսեր-սցենարիստը նշել է, որ նախագծի շուրջ աշխատանքները սկսվել են վաղուց և այն փուլը, որում այժմ գտնվում են, արդեն բավականին ակտիվ է և բուռն։ Նրա խոսքերից պարզ է դառնում, որ ստեղծագործական թիմն աշխատում է գրեթե առանց դադարների մեծ պատասխանատվությամբ ու կենտրոնացվածությամբ։ Դիանա Գրիգորյանն ընդգծել է, որ նոր սերիալը ծնվում է երկար մտածված, մանրամասն մշակված գաղափարների հիման վրա։ Իհարկե, Դիանա Գրիգորյանի ոչ մի սերիալ հենց այնպես չի ծնվում։ Հակառակը, ամեն դրվագ, յուրաքանչյուր կերպար անցնում է երկար քննարկումների, վերանայումների ու շտկումների փուլով։ Շտապելը կարող է վնասել որակին, այդ պատճառով թիմը նախընտրում է աշխատել հանգիստ, բայց խորքային մոտեցմամբ։ Չնայած հեռուստադիտողների մեծ հետաքրքրությանը, Դիանա Գրիգորյանը չի բացել շատ փակագծեր և դիտավորյալ պահպանել է գաղտնիության վարագույրը։ Նա չի խոսել սյուժեի մանրամասների մասին, չի բացահայտել կերպարների ճակատագրերը և չի հստակեցրել ինչ ժանրային ուղղությամբ է զարգանալու պատմությունը։ Այս ամենը, սակայն, արվեց ոչ թե պատահաբար, այլ գիտակցված։ Նրա խոսքով, հանդիսատեսը պետք է ամեն ինչ բացահայտի էկրանին քայլ առ քայլ։ Այս նախագիծը ոչ միայն Դիանա Գրիգորյանի, այլ նաև հեռուստասերիալում նկարահանվող դերասանների համար լինելու է շատ կարևոր և առանձնահատուկ նախագիծ։ Հավանաբար այն իր մեջ ներառելու է թեմաներ, որոնք արդիական են, մարդկային են և յուրաքանչյուրի սրտին մոտ են։ Նա շեշտում է, որ իր համար առաջնային է ոչ միայն դիտելիությունն ու ռեյտինգը, այլև ասելիքը։ Դիանա Գրիգորյանն այս մասին խոսել է իր բազմաթիվ հարցազրույցներում։ Այն հուզական կապը, որը ստեղծվում է սերիալի և հեռուստադիտողի միջև, ամենակարևորն է։ Դիանա Գրիգորյանի խոսքից զգացվում է վստահություն ու հանգստություն, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ նախագիծը գտնվում է հուսալի ձեռքերում։ Նա գիտակցում է սպասելիքների բարձր մակարդակը, բայց միևնույն ժամանակ պատրաստ է պատասխանել այդ սպասելիքների նոր լուծումներով, հետաքրքիր կերպարներով ու սուր զարգացումներով։ Թեև շատ հարցեր դեռ անպատասխան մնացին, մի բան հստակ է՝ նոր սերիալն արդեն ձևավորվում է մեծ ջանքերի, քրտնաջան աշխատանքի և ստեղծագործական կրքի արդյունքում։ Իսկ այն փաստը, որ Դիանա Գրիգորյանը դեռևս չի շտապում բացել բոլոր գաղտնիքները, միայն ավելացնում է սպասումն ու հետաքրքրությունը, խոստանալով հեռուստադիտողներին հերթական, ուժեղ, քննարկվող ու հիշվող նախագիծ։
Դեռ նախորդ նախագծերից մեկի ժամանակ հարցազրույցի ընթացքում Դիանա Գրիգորյանն ասել էր, որ յուրաքանչյուր նախագիծ սկսելիս պատասխանատվության գերզգացողություն և լուրջ տրամադրվածություն կա, այս անգամ ուզում ենք ցույց տալ հայկական լեռնաշխարհը։ Ես առհասարակ գիտեմ, թե ինչ է պետք անել բարձր վարկանիշ ունենալու համար, բայց յուրաքանչյուր նախագիծ սկսելիս կարևոր է, որ չկրկնես քեզ, չկրկնօրինակես մեկ այլ սերիալ, որևէ զուգահեռ չանցկացնես մեկ այլ երկրի արտադրանքի հետ, նախագիծը պետք է լինի քեզնից ծնված, հային հարիր, հայի համար։ Նման նախագիծ ստեղծելը իհարկե բարդ է, այդ պատճառով մենք երկար ենք մտածում, օրեր չենք քնում, փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի գոհացնենք հեռուստադիտողին։ Շատ եմ ցանկանում, որ ըստ արժանվույն գնահատվենք, որովհետև մեր ստեղծագործական խմբի բոլոր անդամները հիմա սարերում են քնում, նկարահանումներ իրականացնում, քնում արթնանում են այնտեղ ժպիտներով, ասել է Դիանան։ Նա նաև նշել էր, որ ցանկացած նախագիծ սկսելիս պետք է միշտ առաջ շարժվել ևս մեկ քայլով։ Սա հենց մեր ստեղծագործական ու դերասանական անձնակազմի որդեգրած բանաձևն է։ Յուրաքանչյուր նախագիծ իր սխալներն ունի, դրանք շտկելով, հեռուստադիտողի խորհուրդները լսելով առաջ են շարժվում։ Նա նշել էր, որ նախագծի համար քաստինգ չի հայտարարվել այս անգամ։ Իսկ թե ովքեր են ընդգրկված հեռուստասերիալի դերասանական կազմում, ովքեր են լինելու, դեռ գաղտնիքը բացահայտված չէ։ Ինչի մասին է լինելու հեռուստասերիալը, կրկին գաղտնիք է, հավանաբար լինելու է արձիական թեմաների շուրջ, ինչպես մեծամասամբ ընտրում է Դիանա Գրիգորյանը, բայց ավելին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին ու բաց մի թողեք մեր կողմից պատրաստված տեսանյութերը, որոնք լի են լինելու գաղտնիքների բացահայտումներով, հետաքրքիր նորություններով։